Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ մշակել ենք նախագիծ, ըստ որի դպրոցներում կսահմանափակվեն խելացի սարքավորումների բջջային հեռախոսների օգտագործումը։ Նախագիծը կդրվի քննարկման ակտիվ քաղաքացի հարթակում, ուսուցիչների, աշակերտների, ծնողների եւ իհարկե խնդրով մտահոգված քաղաքացիների կարծիքը պատկերացնելու։ Շատ լավ նախագիծ է, նույնիսկ մինչ նախաձեռնությունը համընդհանուր դպրոցում էր որդեգրած այդ հատկանիշը եւ առավոտյան շուտ հեռախոսները հավաքվում են, ինչպես տեսնում եք, իմ սեղանին դրված են եւ հեռախոսից կարող են օգտվել միայն իմ թույլտվությամբ եւ միայն դասամիջոցին։ Ես որպես ծնող եւ որպես ուսուցիչ ընկալում եմ, որ հեռախոսը կապի միջոց է, բայց որ դասապրոցեսին խանգարում է, դա փաստ է։ Եթե ծնողին անհրաժեշտ լինի երեխայի հետ կապ հաստատել, երեխայի հետ շփվել, նա կկարողանա դա անել դասղեկի ուսուցչի միջոցով, հեռախոսները ունեն իրենց տուփիկները, երեխաները արդեն սովորել են կարգ ու կանոնի, իսկ դպրոցը պիտի ունենա կարգ ու կանոն եւ ըստ իր կանոնադրության անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք դասապրոցեսը ապահովելու համար։ Հեռախոսները դարձել են մեր կյանքի անբաժան մասը, առանց հեռախոս ոնց որ մեր կյանքը չենք պատկերացնում ու դպրոցում էլ այդպես։ Կարևոր է որպեսզի դասերին ավելի կենտրոնանանք ու չշեղենք մեր ուշադրությունը ուրիշ ոչ կարևոր բաների վրա։ Հիմնականում դասապրոցեսի ժամանակ ես հեռախոսից չեմ օգտվում, քանի որ դա ինձ շեղում է։ Նրանով է լավ, որ մենք տանը ամբողջ օրը հեռախոսի մեջ ենք, գոնե այստեղ կկտրվենք եւ կսովորենք։ Դասապրոցեսի ընթացքում ունենք նաեւ QR կոդերով առաջադրանքներ, որից նաեւ երեխաներն օգտվում են։ Գեղեցիկ կարողանում են դուրս բերել հեռախոսներն, օգտվել նման առաջադրանքից եւ նաեւ պահել։ Օրինակ նույն ինֆորմատիկա առարկան մենք կարող ենք հեռախոսների շնորհիվ պրակտիկա ձեռք բերել տարբեր վարժություններ կատարելով։ Օգտագործում ենք նաև հեռախոսները, եթե կարիքը կա դասի կառուցվածքը այնպիսին է, որ անհրաժեշտություն կա, մենք թույլ ենք տալիս, որ երեխաները նաև օգտվեն, բայց հաճախ սովորողները կենդանի շփման կարիք ունեն։ Կարծում եմ դա է ամենակարևորը, որ իրենք դպրոցում կարողանան շփվել իրար հետ, ոչ թե իրար կողք նստած հաղորդագրություններ միմյանց ուղարկել։ Հաշվի առնելով ժամանակակից կրթական միջավայրը դժվար է պատկերացնել նաև առանց որոշակի օգտագործման սարքավորումների, ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք 1-ից 6-րդ դասարանցիների շրջանում առհասարակ բացառել ուսումնառության ընթացքում դպրոցում գտնվելու ժամանակահատվածում բջջային հեռախոսների, խելացի ժամացույցների եւ այլ սարքավորումների օգտագործումը, իսկ արդեն 7-ից 12-րդ դասարաններում ուսուցչի ուղղորդմամբ ըստ անհրաժեշտության առանձին դեպքերում դրանց կիրառությունը բնականաբար կրթական նպատակներով։ Գտնվում ենք ուսանողական այգում, Ագրարային համալսարանի դիմացի այգին է, որը կանգնած է ոչնչացման եզրին,
տարիներ շարունակ այստեղ ռոռոկման ջրի խնդիր կար, հաշվի առնելով համալսարանի ղեկավարության խնդրանքը հավելյալ մեր խնայողությունների հաշվին հնարավոր եղավ այստեղ նույնպես ռոռոկման համակարգ անցկացնել։ Մոտ 3 կիլոմետր ռոռոկման համակարգ է անցկացվում, մոտավոր հաշվարկներով այստեղ 50-ից ավել ծառատեսակներ եւ 100-ավոր թփատեսակներ են տնկվելու։ Պոլիէթիլենային խողովակները մոնտաժելու համար հատուկ սարքավորումներ ենք ձեռք բերել, որը եռակցում կպցնում է դրանք ամեն ինչը, որը Երևան քաղաքը երբեք չի ունեցել։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի հասցնենք մինչև Ագրարային համալսարանի 95-ամյակի միջոցառումները։ Սարյան փողոց, աստիճաններ, ու մի անգամից ես պանոիստիկ կերպարով իրեն պատկերացրեցի։ Ինչև այդ քննարկում էին անգամ ինչ-որ նախշազարդեր, հայկական էլեմենտներ եւ այլն, բայց իրենք ոչ մեկ ավարտուն տեսք չստացավ ու մի անգամից հաստատվեց շատ արագ։ «1923 թվականին, երբ Սարյանը ստեղծեց իր այս կտավը Հայաստանը դեռ հեռու էր այն գեղեցիկ Հայաստանից, որը մենք սկսեցինք տեսնել նրա շնորհիվ։ Այսօր մենք Սարյանի աչքերով ենք դիտում Հայաստանը, տեսնելով մեր գեղեցիկ բնապատկերները, կենդանի մեր աչքի առաջ հառնում են։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները համաձայնվեցին այս պրոյեկտը մեր հետ միասին անել, համագործակցությունը մասնավոր եւ համայնքային իշխանություններ անում ենք մեր քաղաքի, մեր երևանցիների ու մեր տուրիստների, որոնք որ արդեն գալիս են, նկարվում են, ժամանակ են անցկացնում, նստում են, վայելում են։ Քաղաքը իրականում վայելելու համար է, Երևանը իրոք վայելելու քաղաք է։ Կարծում եմ, որ սա քաղաքային միջավայր փոխելու լավագույն օրինակ է, ինչպես մի պարզ աստիճանները քաղաքում դարձել են հավաքատեղի, լուսանկարվելու, ընկերների հետ շփման, մի գեղեցիկ վարկետ, եւ սա Կերոն հիմնադրամի տեսլականի մեջ է մտնում մեր երկրում փոխել միջավայր։ Որպես տարածքի բնակիչ միանշանակ ավելի հաճելի է դառնում ամեն անգամ տնից դուրս գալ ու տուն վերադառնալը, հատկապես այս ժամերին։ Շուտով մեր մայրաքաղաք Երևանի ծննդյան օրն է։ Երևանի Երևան տոնակատարություններին սպասում ենք բոլորս։ Այն կարևոր դեր է խաղում մեր երևանցիների եւ բոլորի առօրյայում։ Այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է մի շարք միջոցառումներ մեր փոքրիկ երևանցիների համար։ Արի պատմեմ։ Երևանի ամրոցը մեր քաղաքի կարևորագույն վայրերից մեկն է եւ մեր երևանցիների պատմամշակութային ժառանգությունը։ Մենք երևանցիները շատ ենք սիրում մեր քաղաքը եւ իհարկե սիրում մեր ամրոցը։ Ուստի մեր առաջի խորագիրը Սիրո նամակ Երևանին խորագիրն է։ Սրանով 3-ից 5-րդ դասարանցիները հնարավորություն կունենան ուղարկել իրենց նամակները, որտեղ որ նկարագրում են իրենց սերը Երևան քաղաքի հանդեպ։ Մշակույթը եւ արվեստը Երևանի կարևորագույն մասերից մեկն են եւ հնարավոր չէ պատկերացնել Երևանը առանց երևանյան մշակույթի։ Այդ իսկ պատճառով Իմ Երևան իմ արվեստը մեր երկրորդ խորագիրն է։ Դրա ընթացքում մեր 11-ից 14 տարեկան երևանցիները հնարավորություն կունենան ուղարկել իրենց արվեստի գործերը, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Փաստ է, որ Երևանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Եվ սրա մասին խոսում ենք ոչ միայն մենք երևանցիներս, այլ խոսում է ամբողջ աշխարհը։ Երևանի գեղեցկությունը փաստող տարբեր մշակութային, արժեքավոր փաստաթղթեր կան։
Եվ այդ իսկ պատճառով մեր երրորդ խորագիրը կոչվում է Իմ աչքերի Երևան։ Սրանով մեր 13-ից 15 տարեկան քաղաքացիները հնարավորություն կունենան ուղարկել իրենց մինչև 5 րոպե տևողությամբ տեսաֆիլմերը։ Դա կարող է լինել ցանկացած ժանրում, ինչպիսին են վավերագրական, ազատ կամ նարատիվային։ Ընտրությունը քոնն է, իսկ մենք կսպասենք ձեզ բոլորիդ հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։